Եվրոպական երկրների առաջնորդները մի քանի ժամ է արտահերթ հավաք են անցկացնում Բրյուսելում։ Գլխավոր հարցը ինչպես պաշտպանել սեփական անվտանգությունն ու օգնել Ուկրաինային նոր իրողությունում, որում ամեն ինչ արմատապես փոխվեց, եւ Դոնալդ Թրամփը դադարեցրեց ռազմական օգնությունն Ուկրաինային։ Հանդիպումից առաջ եվրոպացի առաջնորդները հայտարարեցին՝ միայնակ չեն թողնի Ուկրաինային եւ ավելի շատ կծախսեն պաշտպանության վրա։ Այստեղ ենք, որպեսզի պաշտպանենք Ուկրաինային, հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։ Եվրոպան ցանկանում է ուժեղացնել իր պաշտպանությունը կայուն խաղաղություն ապահովելու համար եւ առաջարկում է Եվրոպայի վերազինման ծրագիր 800 միլիարդ եվրո բյուջեով։ Իր հերթին ասաց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Այն անդամ երկրներին բյուջետային տարածք է տալիս պաշտպանության ոլորտում ներդրումներ անելու համար։ Հնարավորություն է տալիս ներդրումներ անել Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերությունում կամ ձեռք բերել ռազմական հնարավորություններ, որոնք անմիջապես կգնան Ուկրաինա։ Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը շեշտեց, Ուկրաինան պետք է կարողանա պատերազմն իր պայմաններով ավարտել։ Հետևաբար նրանք եվրոպական աջակցության կարիքն ունեն։ Ուկրաինայի մշտական աջակիցներից մեկը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն իր հերթին ասաց՝ մի բան միանշանակ է, Եվրոպան պետք է ընդունի իրեն նետված ձեռնոցն ու հաղթի այս պայքարում։ Եվրոպան որպես ամբողջություն իսկապես կարող է հաղթել Ռուսաստանի հետ ցանկացած ֆինանսական, տնտեսական, ռազմական առճակատում։ Մենք պարզապես ավելի ուժեղ ենք, պարզապես պետք էր սկսել հավատալ դրան, եւ այսօր հավանաբար դա տեղի է ունենում։ Ծախսել պաշտպանության եւ զսպման վրա։ Դա է ամենակարևոր ուղերձը Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը կոչ արեց եվրոպացի առաջնորդներին, որոնք տասնամյակներով պաշտպանական ծախսերը հաճախ ամենավերջում են քննարկել։ Եվրոպան սակայն միաբան չէ Ուկրաինային աջակցելու հարցում։ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոն ավելի վաղ հայտարարել էր, որ ԵՄ-ի խաղաղությունն ուժի միջոցով մոտեցումն իրատեսական չէ։ Իսկ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը նախկինում բազմիցս փորձել է արգելափակել Եվրոպական միության օգնությունն Ուկրաինային եւ սատարում է Թրամփին, Եվրոպական խորհրդի նախագահային ուղղված նամակում պահանջել է Ուկրաինան չպետք է հիշատակվի հանդիպան արդյունքներով ընդունվելիք որևէ փաստաթղթում։ Մինչ Եվրոպան փորձում է աջակցել Ուկրաինային, ըստ Ռոյտերզի ԱՄՆ նոր վարչակազմը ծրագրում է չեղարկել պատերազմից հետո ԱՄՆ տեղափոխված մոտ 240,000 ուկրաինացիների ժամանակավոր իրավական կարգավիճակը, ինչի արդյունքում նրանց կարող են արտաքսել երկրից։